Այս ամբիոնից ազգային ժողովում բազմիցս խոսել է մենաշնորհների մասին, մասնավորապես բենզինի, դիզվառելիքի շուկաներում, առաջարկել է հակամենաշնորհային օրենսդրական փաթեթ, ցավոք սրտի բոլոր մեր հայտարարությունները հերքվել են եւ իշխանությունները հայտարարել են, որ նման բան չկա Հայաստանում, մասնավորապես վերջին դեպքը Շաբոյանն էր, այստեղ հերքում մենաշնորհների արկայությունը այդ շուկայում։ Հիմա ես ուզում եմ ձեզ ներկայացնել մի հրապարակում, Ամեկ+-ի հրապարակումն է, այն մասին, որ Rusarm-Oil ՍՊԸ-ն մոտ 46 տոննա դիզվառելիքով բեռնված մեքենաներ էր ուղարկել, մինչև Բագրատաշյանի անցակետ հասել են, եւ ինչպես արձանգել է ընկերության ներկայացուցիչ Անաստաս Սեդրակյանը, այդ դիզվառելիքը ներմուծվել է Կրասնոդարից, մայիսի 1-ից մեքենաները կանգնած են եղել Բագրատաշյանի անցակետում։ Ահա ինչ է ասում Անաստաս Սեդրակյանը։ Պատճառաբանությունն այն է, որ ուղարկել են լաբորատորիա փորձաքննության, բայց մեզանից ոչ նմուշ են վերցրել, ոչ մի բան։ Միասնական մաքսային միության ապրանքից ոչ ոք իրավունք չունի նմուշ վերցնելու։ Եթե ինչ-որ բան այն չէր, ինչու մինչև հիմա բաց չէին թողնում։ Թողնում էին, որ տուժ տուգան կար մեր վրա եւ հետո նոր հետ ուղարկեին, ավելացնում են նա։ Ընկերության ներկայացուցիչի խոսքերով իրենք մեծ վնասներ են կրում։ Այսպիսի անարխիա է տերում, վարորդներն էլ ասել են, որ դա մոնոպոլիա է, չեք իմանում, որ բերել եք։ Հետո նույն Ամեկ+-ի հրապարակումից տեղեկացանք, որ վարչապետի հանձնարարականով Պեկին այդ հարցը լուծվել է եւ հիմա այդ մարդիկ ուրեմն կարողացել են ներմուծել դիզվառելիքը։ Հիմա հարց է ծագում այս կապակցությամբ, մի քանի հարց։ Արդյոք դուք ուսումնասիրել եք այս հրապարակման մեջ տրված տվյալները, արդյոք իսկապես խոչընդոտել են ներկրմանը, ինչ նպատակով են խոչընդոտել, ով են եղել այդ մարդիկ, որ ասել են մոնոպոլիա է եւ այլն եւ այլն։ Եվ եթե իսկապես այս հարցը լուծվել է վարչապետի զանգով, հարց է ծագում, ինչու ընդհանրապես նման հարց պետք է լուծվեր կամ պահանջեր վարչապետի միջամտությունը։ Ինքնին այդ փաստը արդեն նշանակում է, որ տեղում գործում է կոռուպցիոն մի միջավայր, որը խոչընդոտում է ազատ ներկրմանը Հայաստան դիզվառելիքի։ Եվ ուրեմն պետք է նաև ուսումնասիրել դա եւ հասկանալ, ով է մեղավոր այդ ստեղծված իրավիճակի համար։ Խնդրում եմ ասել, ինչ միջոցառումներ է ձեռնարկել կառավարությունը այս հարցը լուծելու համար։ Հարցին պատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Համեցեք, պարոն Աբրահամյան։ Ես 3 եմ ստացել նամակ էլեկտրոնային եւ տվել եմ հանձնարարական, ուսումնասիրում եմ եւ առաջիկա մի քանի օրը կզեկուցեն եւ ես որոշում կկայացնեմ։ Լևոն Զուրաբյան, 3-րդ խոսափող։ Շատ լավ, ես ինչքան հասկացա, սա կարելի է համարել նախնական արձագանք, դա նշանակում է, որ մենք սպասելու ենք այս ամբողջ իրադարձության պարզաբանմանը, ընդ որում շատ հիմնավոր կերպով, որ հասկանանք, թե ինչ վիճակ է տիրում մենաշնորհների առումով։ Բայց ես ուզում եմ նաև օգտվել առիթից եւ այս հնարավորությունը օգտագործել այս առիթով, ասելու նաև հետեւյալը կապված մասնավորապես ձեր հրավերի հետ, երբ որ դուք հրավիրել եք քաղաքական ուժերին քննարկելու հակակոռուպցիոն միջոցառումները։ Եթե տեղյակ եք, մենք չնայած չենք եկել այդ քննարկմանը եւ բացատրել ենք, թե ինչու չենք եկել, մենք ներկայացրել ենք կոնկրետ առաջարկներ։ Դրանցից մեկը վերաբերվում է հակամենաշնորհային քաղաքականությանը եւ մենք առաջարկել ենք, որ այն հակամենաշնորհային փաթեթը, որը ժամանակին ներկայացվել էր Հայ ազգային կոնգրեսի կողմից այստեղ, եւ որը ստացել է բավականին լուրջ ձայներ, այդ թվում նաեւ 2 հոգի իշխող կուսակցությունից են քվարկել դրա օգտին, որտեղ առաջարկվում էր 33%-ով սահմանափակել ցանկացած ընկերության մասնաբաժինը որևէ շուկայում, բազմաթիվ այլ քայլեր են առաջարկվել այդ փաթեթում, այսինքն շատ կոնկրետ գործնական լուծումներ, որը այն ժամանակ մերժվեց իշխող կոալիցիայի կողմից։ Հիմա մենք ասում ենք, արդյոք հնարավոր չի վերանայել դա, բերել այդ մենաշնորհային փաթեթը այստեղ եւ հաշվի առնելով այնուամենայնիվ նոր հանգամանքները,
նոր վիճակը, որ մեր պետությունը հայտնվել է, պատերազմը ես նկատի ունեմ եւ անհրաժեշտությունը շատ կտրուկ քայլեր կատարել մենաշնորհների դեմ, արդյոք ժամանակը չի եւ չի կարելի բերել այդ փաթեթը նորից քննարկել եւ դնել քվեարկության արդեն բայց կառավարության նախաձեռնությամբ։ Պարոն Զուրաբյան, լավ կլիներ, որ դուք որևէ մեկ կերպ կարողանաք ժամանակ գտնել եւ հանդիպենք քննարկենք, մենք շատ ծավալուն քննարկել ենք մեր ազգային ժողովի գործընկերների հետ, ովքեր որ ներկա են, ուղղակի այս հարցի մասին երկար ես ասելիք ունեմ, բայց փորձեմ 3 րոպեի մեջ տեղավորվել, նույնիսկ 2 րոպե։ Մենք այսօր ենք խորհրդակցություն անցկացրել եւ մենք նախագահի ելույթից հետո փետրվարի 12-ից հետո մայիսի 12-ին եղել է նաեւ իմ արձագանքը կառավարության նիստից եւ մենք այդ քայլին հետամուտ ենք լինելու, չնայած դրան ինչքան որ քաղաքական ուժեր գործիչներ փորձում են չհավատալ, բայց մենք փորձենք իրենց համոզել։ Ինչ վերաբերում է հակամենաշնորհին, մենք որևէ մեկ ընկերությամբ ազգային ժողովի օրենքով չենք տվել որևէ մեկի մենաշնորհ։ Դա ձևավորում է տնտեսական մենաշնորհներ, որի համար կա հանձնաժողով, պարոն Շաբոյանը, որը եթե իր դիրքը չարաշահի, ինքը պետք է պայքարի եւ այդ խնդիրների տա լուծում։ Հիմա մենք այսօր խորհրդակցություն ենք անցկացրել ինձ մոտ, մասնակցել են բոլոր պատգամավորների ղեկավարները, եւ հիմա ուզում եմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ որևէ մեկին չի սահմանափակվում որևէ ընկերություն, որը ցանկություն ունի զբաղվել հեղուկ վարելիքի ներկրումով։ Կարող են ներկրել եւ իրենք զբաղվել այդ բիզնեսով։ Եվ Եվրասիական տնտեսական միության կողմից ընդունվել է տեխնիկական կանոնակարգ, ուղղակի մեր պայմանը դա է, որ բոլոր չափորոշիչները պետք է համապատասխանեն այդ տեխնիկական կանոնակարգին։ Դա միակ պայմանն է, այլ որևէ պայման գոյություն չի կարող ունենալ։ Եվ այդ հանձնարարականը արդեն ստացել են պատկան մարմինները, եւ ես հետևելու եմ այդ գործընթացներին, ուղղակի այդ դեպքի հետ կապված նախնական ես տեղեկատվություն ասեմ ձեզ, որ ինչ-որ տեղ նորմատիվների խախտում է եղել, բայց ավելի մանրամասն կուսումնասիրեն եւ իսկ կզեկուցեն։ Եվս մեկ անգամ ուզում եմ հայտարարեմ, չկա մենաշնորհ։